Բարձեց, հորիզոնը շարունակում իր աշխատանքուղի եթերում 7 մայիսի 5-շաբթի։ Կառավարության նիստում քննարկվել է բյուջեում 13 միլիարդ դրամի վերաբաշխման ծրագիրը, գումարն ուղղվելու է ճանապարհների նորոգմանը, նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ճանապարհների նորոգման խնդիրների թեման շարունակվել է Երևանի և Գյումրիի փողոցներին անդրադարձով։ Վարչապետը շեշտել է, որ Գյումրիում մեծ ծրագիր է արվելու Անի թաղամասում և ամեն տարի որոշակի ներդրումներ են արվելու, որպեսզի ահավոր վիճակը չշարունակվի։ Պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ Գյումրիի մեջ նախորդ տարի արդեն սկսել ենք Շիրակացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, այնտեղ ջրագծի հետ կապված որոշակի հարցեր կան եւ աշխատում ենք, որ այդ հարցերը ավարտելուց հետո աշխատանքները շարունակենք եւ այս տարի ավարտենք։ Այս տարի սկսում ենք նաեւ Գյումրիում Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները, նախորդիվ ավարտել ենք Գյումրիում բարեկամության օղակի միջին նորոգման աշխատանքները եւ ամենափրկիչ եկեղեցուն հարակից հատվածի նորոգման աշխատանքները, ինտենսիվ աշխատում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ, հասկանալով, որ քաղաքում ենթակառուցվածքների վիճակը մեղմ ասած լավ չի, փորձում ենք այնտեղ եւս մասնակցություն ապահովենք։ Ունեք ասելու լրացուցիչ բան Արուշյանի։ Շնորհակալություն պարոն վարչապետ, պարոն նախարար ներկայացրեց, ուզում եմ մենակ ավելացնել, որ Անի եւ ավստրիական թաղամասերի նախագծման գործընթացը արդեն սկսվել է, նաեւ Խորենացի փողոցի նախագծման գործընթացն արդեն սկսվել է եւ մենք շուտով նախագիծը կունենանք ու կառավարության միջոցներով վզեվի ծրագրով կարողանանք նաեւ ասֆալտապատման աշխատանքները սկսել, որը միայն փողոցները չեն, նաեւ մայթերն են ներառում իրենց մեջ, լուսավորությունը, ամբողջ մեծ թաղամասը հիմնանորոգվելու է։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 700 տոննա ցորեն եւ 133 տոննա այլումին, սա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից այլումինի առաջին մատակարարումն է։ Տվյալ երթուղով Հայաստանի ուղարկվել ընդհանուր առմամբ 26000 տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկաձավար։ Բացի տրանզիտային մատակարարումներից Ադրբեջանը շարունակում է նաև նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարումներ իրականացվում են երկաթուղային ճանապարհով, օգտագործելով նաև Վրաստանի երկաթուղային ճանապարհները։ Իրանը ուսումնասիրում է հակամարտության դադարեցման ուղղված Միացյալ Նահանգների առաջարկը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփ հայտարարել է, որ իր համոզմամբ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական ավիակիրների խումբը շարժվում է Ադենի ծոց Հորմուզում ազատ նավարկությունն աջակցելու համար, իսկ Շվեյցարիան հայտարարել է Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիական Շարլ դե Գոլ ավիակիրների խումբը շարժվել է դեպի Կարմիր ծով եւ Ադենի ծոց Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու առաքելությանը նախապատրաստվելու։ Ֆրանսիական ավիակիրները ծովում կարող են մնալ 4-ից 5 ամիս։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հրաժարվել են միանալ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, սակայն առաջատար դեր են ստանձնել Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իրենք առաջարկել են, որ Միացյալ Նահանգները բացի Հորմուզի նեղուցը իրանական նավերի համար եւ դրա դիմաց Թեհրանը պարտավորվի բանակցել ամերիկացիների հետ միջուկային նյութերի, հրթիռների եւ տարածաշրջանի հարցերի շուրջ։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ կրկին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։ Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից եւ մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք առավել շատ ցանկանում ենք, որ Իրանն ու Միացյալ Նահանգները համատեղ վերաբացեն նեղուցը։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը եւ դա անել առանց սահմանափակումների կամ վճարների։ Մինչ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ առաջարկը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ իր եւ Թրամփի միջև Իրանի հարցում լիակատար համակարգում կա։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելը խախտելով ապրիլին կնքված հրադադարը կրկին հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։
Նեթանյահուն սոցիալական ցանցերում հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը թիրախավորել են Հեզբոլլահի ավագ հրամանատարին, որը պատասխանատու է իսրայելական բնակավայրերի վրա կրակ բացելու եւ Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորներին վնասելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա Զելենսկին խոստացել է հայելային արձագանք հրադադարի խախտումներին։ Իր հերթին Մոսկվան կոչ է արել երկրներին տարհանել Կիևում գտնվող իրենց տեսփանատները։ Ուկրաինայի կառավարությունում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը դեռևս որոշում չի կայացրել, պահպանելու է Ռուսաստանի կողմից մայիսի 8-ից 9-ին առաջարկված հրադադարը, թե ոչ։ Այս ընթացքում Զելենսկին X սոցիալական ցանցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ես Իլհամ Ալիևի հետ քննարկեցի մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում մեր կողմից համաձայնեցված քայլերի իրականացումը։ Մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ուկրաինայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ մեր համագործակցության ուղղությամբ, անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար։ Հիշեցնենք, որ Զելենսկին Ադրբեջանում առաջարկել էր, որ Բաքուն դիտարկեն որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, սակայն Մոսկվան մերժել է այդ առաջարկը։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Հունգարիան վերադարձրել է 2 ամիս առաջ Ուկրաինայի պետական բանկի գանձապաններից արգրաված կանխիկ գումարը եւ ոսկին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, նշելով, որ արժեքավոր իրերն արդեն հասել են Ուկրաինայի տարածք։ Մարտի 5-ին հունգարացի իրավապահ Բուդապեշտի մոտ կանգնեցրել են Օսչատ բանկի գանձապանների շարասյունը, արգրավել $40 միլիոն, 35 միլիոն եվրո եւ 9 կիլոգրամ ոսկի։ Դեպքը լուրջ դիվանագիտական վեճ էր առաջացրել։ Կիևը կոչ է արել ազատ արձակել գանձապաններին վերադարձնել գույքը։ Հաջորդ օրը ձերբակալված գանձապաններից 7-ին վերադարձրել էին։ Դրանից հետո Ուկրաինան կրկին պահանջել էր, որ Հունգարիան վերադարձնի գումարը եւ ոսկե ձուլակտորները։ Բայց Հունգարիայի կառավարությունը այդ ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ հայտարարել էր, թե Կիևին կվերադարձնի արգրաված 2 զրահապատ մեքենա, բայց առանց փողի եւ ոսկու։ Փողոցաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին վերաբերող խնդիրները Գյումրիի ավագանու այսօրվա նիստում նորից դարձել են քննարկման թեմաներ օրակարգային հարցերից դուրս։ Այս ծրագրերում եւ ընթացիկ աշխատանքներում ինչքանով է պատշաճ վերահսկողություն տանում քաղաքային իշխանությունը։ Այս հարցի շուրջ հնչել են հայտարարություններ, իսկ օրակարգի հարցերից մեկը վերաբերել է քաղաքապետարանի ենթակայության կառույցների մոտ 300 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Օրակարգում չէր, բայց փոխքաղաքապետ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը կարևոր համարեց տվյալներ ներկայացնել, թե մինչև 2025 թվականը եւ դրանից հետո Գյումրիում ինչ սուբվենցիոն ծրագրեր են ավարտել եւ շարունակում են, որ չընկալվի, թե Գյումրին չի օգտվում սուբվենցիոն ծրագրերի ընձեռած հնարավորություններից։ 2025 թվականի ընթացքում ներկայացվել են 5 միլիարդ 295 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր, այսինքն ընդանուր 2018-ից 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերը կազմել են 10 միլիարդ դրամ, իսկ մի տարվա ընթացքում 5 միլիարդ 295 միլիոն դրամի։ 2025 թվականին նորոգել են այն փողոցները, որոնք սուբվենցիայով հաստատվել էին 2024-ին, բայց գործ չէր արվել, իսկ պատճառը քաղաքային իշխանությունում ստեղծված վիճակն էր։ Ստիպված 2024-ի ծրագրերը 25-ին ավարտեցին, իսկ 2025-ի սուբվենցիաները հիմա են մեկնարկելու։ Եվս 20 փողոցի նորոգում էլ այս տարվա սուբվենցիոն հայտում է, հաստատված ծրագիր է, բայց դեռ հստակեցում չկա սոցիալական բնակարաններ կառուցելու նախագծի մասով։ Ներկայացվել է 2 սոցիալական բնակարաններ, 2.2 միլիարդ դրամի ծրագիր, որը մինչ այսօր չի հաստատվել, չի էլ մերժվել։ Ես կարծում եմ, որ այս ելույթը կառավարությունը կտեսնի եւ կհաստատի այդ սոցիալական բնակարանները, որոնք 100 սոցիալական բնակարաններ են եւ առաջնակարգ են Գյումրու քաղաքի համար։ Ճանապարհային թեման շարունակվեց, անդրադարձ եղավ օրեր առաջ անձրևի տակ ջրածածկ փոսերի մեջ ասֆալտ լցնելու դեպքին։ Անորակարված որևէ աշխատանքի համար ոչ մի շինարար չի վարձատրվելու։ Նիստում իր հանձնարարականը հաստատեց Ավետիս Առաքելյանը։ Միանշանակ գիտեցեք, որ հետևողական եք լինելու, ոչ մի դրամ ավել չենք տալու, արդեն շինարարի հետ այդ ամեն ինչը կա, պայմանավորվածությունը կա, ընդունել է, որ իր թերությունն է, վերացնելու է այդ փոսանորոգման ջրային procese
Այսքանով փողոցների թեման փակվեց եւ ավականին անցավ օրակարգի հարցերին։ Դրանցից մեկը, որ երկար քննարկման վերածվեց, վերաբերում էր արձագանք Մսուր մանկապարտեզի 2 խմբասենյակների վերանորոգմանը 400,000 դրամ հատկացնելուն։ Հարցը կարևոր էր դարձել մանկապարտեզի ֆեյսբուքյան էջի գրառման պատճառով։ Սննդի անվտանգության տեսչության կողմից մանկապարտեզի գործունեությունը կասեցնելուց հետո տնօրինությունը վերանորոգումների համար դիմել է ծնողներին։ Մանկապարտեզի Facebook-յան էջով մենք հրավիրել ենք մեր պապիկներին, հայրիկներին, որպեսզի կան օգնեն, նյութերը մենք ենք տրամադրել, իրենք կատարեն որոշակի աշխատանք։ Չնայած այս պահին էլ այստեղ շինարարություն է, սանհանգույցներն են վերանորոգում քաղաքի բյուջեից հատկացված 3 միլիոն դրամով։ Բայց մանկապարտեզի տնօրենը նկատեց, որ ամեն դեպքում ծնողների աշխատուժով աջակցությունը պետք է 50 քառակուսի մակերեսով խոհանոցային սալիկներն արագ փոխելու եւ մանկապարտեզի գործունեությունը վերականգնելու համար։ Սննդի անվտանգության տեսչությունից նաև կա թույլտվություն երեխաների հաճախումն ապահովել տրամադրելով 4 սնունդ։ Մենք որոշել ենք ամսու 11-ից, որ հատվածում, որ արդեն կատարել ենք այն աշխատանքները մեր սեփական ուժերով, մենք կընդունենք երեխաներին իրենց սննդի բոքսերով, մինչև կասեցումը հանվի։ Ավականին համաձայնեց օգնել մանկապարտեզի 2 խմբասենյակները վերանորոգելու հարցում։ Օրակարգի հաջորդ հարցով ավականին դեմ չեղավ նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների մոտ 300 աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ավելացնելու առաջարկին։ Օրակարգային հարցերը դեռ չավարտած ավականու անդամները սահուն նիստը տեղափոխեցին նախընտրական դաշտ։ Փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով իրենց քաղաքական ղեկավարների հասցեին։ Խորհուրդ կտամ ավելի զսպված քարոզարշավ վարել, որովհետև պետք չի ուղղակի ճղճղալ, պետք չի ուղղակի թիմով կանանց բերանով այստեղ քարոզարշավի նոտաներ թելադրել, հիմա կավարտեմ պարոն Առաքելյան, փորձեք ավելի զուսպ, ավելի կոռեկտ եւ ավելի գրագետ քարոզարշավ վարել։ Մենք ամենայն դեպս քաղաքակիրթ մարդ ենք, մենք խմբակցության անդամներ ենք, կխնդրեմ ձեր բարերում այսուհետ լինել մաքսիմում զուր, մաքսիմում ուշադիր։ Այ կոռեկտության բոլոր սահմանները, դա վերաբերում է բոլորի դիտասպերին։ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը մայիսի 8-ից նախընտրական քարոզարշավի մեկնարկի առաջին օրվանից կգտնվի արձակուրդում, մասնակցելու է ազգային ժողովի ընտրությունների նախընտրական գործընթացներին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մայիսի 10-ը Բոհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է։ Ընդունելության քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը բուհի եւ մասնագիտության ընտրության հարցում պարտադիր է։ Անկախ նրանից դիմորդը կբավարարվի քննությունների առաջին փուլի արդյունքներով, թե հայտ կներկայացնի մասնակցել նաեւ երկրորդ փուլի քննություններին։ Գյումրիի պետական 3 բուհերը դիմորդների համար նոր մասնագիտություններ չեն առաջարկում, բայց որոշ բաժինների համար մրցույթ սպասում են։ Գյումրիի բուհերը հայտագրման այս 3 շաբաթների տվյալներով դիմորդների քանակի չեն դժգոհում։ Նախորդ տարվա հետ համեմատությամբ ցուցանիշները էական տարբերություն չեն տալիս։ Պետական 3 բուհերում անփոփոխ են նաև առաջարկվող մասնագիտությունները։ Շիրակի պետական համալսարանում ընդունելություն է հայտարարված 18 մասնագիտությունների գծով։ Առաջատար մասնագիտություններն են նորից նախորդ տարիների հետ եթե համեմատենք նույնը, օրինակ անգլերեն լեզու, թարգմանչական կորս, ֆիզիկական դաստիարակություն եւ սպորտային մարզումներ, ինչպես նաեւ կառավարում մասնագիտությամբ ունենք բավականին շատ դիմորդներ, հոգեբանություն, այսինքն այն մասնագիտությունները, որոնցում միշտ ունեցել ենք դիմորդների բավականին բարձր քանակություն, ունենք նաեւ այս տարի։ Հատկացված տեղերի քանակն ավելացել է, բայց ոչ վճարովի տեղերի համար։ Պետպատվերի տեղերը 82-ն են, վճարովիները 218-ը։ Սա բացատրվում է անցած տարի անցողիկ շեմը հաղթահարած, բայց մրցույթի արդյունքներով դուրս մնացած դիմորդների քանակով։ Վճարովի տեղերի ավելացումը նոր ուսումնական տարում հնարավորություն կտա այդպիսի դիմորդներին ընդունվել Շիրակի պետական համալսարան։ Նկատի ունենալով, որ մենք անցյալ տարի այդ բոլոր տեղերի ուրեմն կրճատման արդյունքում փոքրինչ խնդիր ունեցանք, այսինքն մրցույթի արդյունքում դրական գնահատականներով շատ դիմորդներ էին դուրս մնում։ Դրա համար այս տարի մեր տեղերի քանակը բավականին ավել է եւ հույս ունենանք, որ լիովին կլցվի։ Դեկորատիվ կիրառական արվեստ, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա բաժինները մնում են քիչ պահանջված, որտեղ մրցույթներ վերջին տարիներին չեն լինում, բայց սպասում են, որ սահմանված տեղերը կլրացվեն։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում 6 մասնագիտությունների գծով դիմորդների հայտագրման նախնական պատկերը լավ արդյունք է խոստանում։
Համեմատաբար շատ դիմորդներ ունեն համակարգչային գրաֆիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժիններում։ Նվազման տենդենսը պահպանվում է արդյունաբերական եւ շինարարական բաժիններում։ Դիմորդների մոտ 80%-ը 4 մասնագիտություններ են կլանում, դա համակարգչային գրաֆիկա, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ էլեկտրոնիկայի, սինոպսիսի էլեկտրոնիկայի բաժիններն են։ Բուն ինժեներական մասնագիտություններով մենք եւ արկայում եւ հեռագայում ունենք համեմատաբար ցածր դիմելիություն։ Ի տարբերություն Շիրակի պետական համալսարանի Պոլիտեխնիկական ինստիտուտում վճարովի տեղերը պակասեցրել են, անվճարները նույնն են մնացել։ Վճարովին 2-ով կրճատվել է անցած տարի թափուր մնացած տեղեր ունենալու պատճառով։ Վճարովի եւ անվճար սահմանված տեղերը միասին այս տարի 93-ն են։ Անցած տարի ընդամենը 3 վճարովի համակարգում 3 թափուր տեղ ունեցանք եւ վերջին տարիներին նախարարությունը այդպիսի գործելակերպ է որտեղ գրել, որ նախորդ տարվա արդյունքներով պլանավորում են հաջորդ տարին։ Այնպես որ այս տարի մեր մոտ ընդունելությունը վճարովի համակարգում 2-ով պակասել է։ Մենք 45-ի փոխարեն 43 ենք ընդունելու։ Պոլիտեխնիկականում միայն տնտեսագիտություն մասնագիտությամբ է, որ պետպատվերով ընդունելություն չունեն, իսկ տնտեսագիտական կրթությունը ճարտարագիտական ուղղվածության է։ Տնտեսագետներ, հաշվապահներ, ֆինանսիստներ կրթվելու նեղ մասնագիտական բուհը տնտեսագիտական համալսարանն է, Գյումրիի մասնաճյուղում կրթությունը 4 մասնագիտությունների գծով է։ Բուհը ոչ միայն սկսնակների, նաև նրանց համար, ովքեր ուզում են մրցունակ լինել աշխատաշուկայում, կարճաժամկետ դասընթացներ է նախատեսում։ Բուհը իր 2026-27 թվականի ուստարին կենտրոնացնելու է աշխատաշուկայի ադապտացիայի վրա, այսինքն մենք կարծում ենք, որ աշխատաշուկայում կան մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր նոր պահանջներին պատրաստ չեն, եւ դա բուհի գլխավոր առաքելությունն է ստեղծել կարճաժամկետ կուրսեր, որպեսզի աշխատաշուկայի ցածր մասնագիտացում եւ տեխնոլոգիական եւ ԱԲ օգտագործման ցածր կարողություններ եւ գիտելիք ունեցող մարդկանց վերաինտեգրել աշխատաշուկա, նրանց դարձնելով ավելի մրցունակ։ 4 մասնագիտությունների գծով բուհը հավակնում է պահպանել մրցութային առավելությունները։ Դիմորդների համար տնտեսագիտականում անցողիկ շեմը միջինից բարձր միավորներով է, այսինքն միասնական 2 քննություններից ավելի բարձր միավորներ հավաքած դիմորդները կարող են դառնալ բուհի ուսանող։ Մեր մոտ նախորդ տարի նվազագույն շեմը 22-ից ավել էր, եւ դա լավ է, որովհետեւ համալսարան այլևս ոչ թե գալիս են, նորից եմ կրկնում, ամենացածր գնահատականներով, այլ համալսարան արդեն գալիս են միջին գնահատականներով, այսինքն ներքևի շեմը արդեն նույնականացվում է միջին գնահատականով դիմորդի հետ։ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հաստատված տեղերը 135-ն են։ Այդպես է եղել նաև նախորդ ուսումնական տարում դիմելիության դինամիկան աճում է հայտագրման վերջին օրերին։ Այս պահին ունեցած տվյալներն արդեն կանխատեսում են, որ բաժիններում մրցույթ է լինելու։ Մայիսի 10-ից հետո 3 բուհերը հստակ կունենան դիմորդների քանակակազմի մասին ամփոփ տվյալներ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճել։ Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում 77 կիլոգրամ քաշային կարգում կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ գյումրեցի ցանրորդ Աննա Ամրոյանը երկամարտի 240 կիլոգրամ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն, հաջողությամբ բարձրացրել է 100, 104, 106 կիլոգրամներ։ Հրում վարժությունում գյումրեցի մարզուին գլխավերևում պահել է 128, 132 եւ 134 կիլոգրամներ, այս ձևում դառնալով առաջինը։ Լրատվությունում այսքանը։